Երիտասարդական խորհրդարան 2025-ը կյանքի կոչվեց ՄԱԶԾ-ի խթանելով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արձագանքման կարողությունները, արդյունավետությունը, թափանցիկությունն ու ներառականությունը ծրագրի շրջանակներում։ Այն իրականացվում է Շվեդիայի կառավարության, Կանադայի կառավարության եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի աջակցությամբ։ Սա եզակի հարթակ է, որտեղ երիտասարդները հնարավորություն են ստանում ներգրավվելու օրենսդրական գործընթացի բոլոր փուլերում, ուսումնասիրելու խորհրդարանի գործունեության առանձնահատկությունները եւ ձեռք բերելու գործնական փորձ, աշխատելով փորձագետների ու падգամավորների հետ։ Ծրագրի մեկնարկի առաջին օրը մասնակիցներին դիմավորեցին ազգային ժողովում։ Հանձնաժողովների դահլիճում երիտասարդները ծանոթացան ծրագրի օրակարգին, վարքագծի կանոններին եւ լսեցին ողջունի խոսքեր ազգային ժողովի աշխատակազմից, ազգային ժողովի նախագահի գրասենյակից, ՄԱԶԾ խորհրդանական ծրագրի համակարգողից ու նախորդ տարվա երիտասարդ խորհրդարանի շրջանավարտներից։ Այդ պահից սկսած երիտասարդական խորհրդարանը պաշտոնապես մեկնարկեց։ Օրվա ընթացքում մասնակիցները ծանոթացան ազգային ժողովի կանոնակարգին, հանձնաժողովների գործառույթներին ու ընթացակարգերին։ Այնուհետև ձևավորվեցին 3 մշտական հանձնաժողովներ, ընտրվեցին նախագահները, տեղակալները եւ քարտուղարները։ Առաջին օրվա ավարտին արդեն ստեղծված էր թիմային կառուցվածք, որտեղ յուրաքանչյուրն իր տեղն ու դերակատարումն ուներ։ Երկրորդ օրը մասնակիցները սկսեցին խորհրդարանական ուսումնառության խորացված աշխատանքները։ Նրանք ծանոթացան ազգային ժողովի 3 առանցքային գործառույթներին՝ օրենսդրական, ներկայացուցչական եւ վերահսկողական։ Հաջորդիվ ուսումնասիրեցին, թե ինչպես կարելի է հանրային խնդիրները վերածել քաղաքական օրակարգի։ Հանձնաժողովների նիստերը դարձան բուռն քննարկումների կենտրոն։ Երիտասարդները բացահայտեցին ոլորտային խնդիրները, ընտրեցին 2 հիմնական ուղղություններ, իսկ օրվա վերջում համաձայնության եկան 1 գերակա խնդրի շուրջ։ Այսպիսով ձևավորվեց այն հիմնական ուղղությունը, որի շուրջ նրանք կաշխատեն մինչև ծրագրի ավարտը։ Ծրագրի 3-րդ օրվա կիզակետը դարձավ նորարարության եւ անձնական հմտությունների զարգացումը։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան արհեստական բանականության գործիքներին, որպես հետազոտության եւ նախաօրենսդրական աշխատանքի արդյունավետ միջոց։ Նրանք նաեւ զարգացրին արդյունավետ հաղորդակցության եւ բանավեճի հմտություններ։ Այս ինտերակտիվ պարապմունքները ոչ միայն ամրապնդեցին թիմային համագործակցությունը, այլև օգնեցին մասնակիցներին ավելի վստահորեն պաշտպանել իրենց գաղափարները։ 4-րդ օրը բերեց համագործակցության նոր որակ։ Մասնակիցները հանդիպեցին ոլորտային փորձագետների եւ ազգային ժողովի падգամավորների հետ։ Նրանց հետ միասին խորությամբ քննարկեցին ընտրված խնդիրները։ Երիտասարդները սովորեցին, թե ինչպես պատրաստել օրենսդրական առաջարկներ, ինչպես կազմել արձանագրություններ եւ ինչպես ներկայացնել դրանք։ Падգամավորների հետ անմիջական շփումը ծրագրի մասնակիցներին տվեց առանձնահատուկ իրականություն եւ կարեւորություն։ Օրվա վերջում հանձնաժողովները քվեարկեցին իրենց նախագծերի շուրջ եւ նախապատրաստվեցին լիագումար նիստին։ Երիտասարդական խորհրդարանի վերջին օրը մասնակիցները կրկին հավաքվեցին ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Տեղի ունեցավ լիագումար նիստ, որի ընթացքում ներկայացրեցին իրենց մշակած օրենքների նախագծերը, հնչեցին ելույթներ, տեղի ունեցան հարց ու պատասխաններ եւ քվեարկություն։ Քվեարկության արդյունքում ընտրվեց այն նախագիծը, որը առավելագույն ձայնը հավաքեց երիտասարդների կողմից։ Նիստի ավարտին մասնակիցներին հանձնվեցին վկայականներ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի, Շվեդիայի դեսպանության զարգացման համագործակցության ղեկավարի եւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչի տեղակալի կողմից։ Երիտասարդական խորհրդարանը ոչ միայն ուսումնական հարթակ է, այլև յուրօրինակ կամուրջ երիտասարդությանը ազգային ժողովի հետ կապող։ Ծրագիրն առանձնանում է իր յուրահատուկ կառուցվածքով, քանի որ մասնակիցներն անցնում են օրենսդրական ողջ գործընթացը հանձնաժողովներից մինչև լիագումար նիստ։ Նրանք աշխատում են փորձագետների հետ, սերտորեն համագործակցում падգամավորների հետ եւ ձեռք են բերում արժեքավոր գործնական փորձ իրենց ապագա մասնագիտական գործունեության համար։ Սակայն ամենակարևորը այն հնարավորություն է տալիս, որ նրանց ձայնը լսելի դառնա եւ երիտասարդները գիտակցեն, որ կարող են մասնակցել Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ Այսպիսով, երիտասարդական խորհրդարանը տարեկան 1 անգամ դառնում է երիտասարդության համար վայր, որտեղ գիտելիքը, փորձը եւ ոգևորությունը միավորվում են Հայաստանի ապագա քաղաքական մշակույթը կերտելու համար։